Օրորդ նույնս ենք գնում 100%-անոց սուտ խոսան երբեք պետք չի հավատալ ինչ 8 տարին իշխանության գլուխ է ոչ մի բան չի կատարել իր տված խոստումներից Վարչապետի մասին է իհարկե այսինքն վարչապետ չի զարթած ինքը զավթել է վարչապետի աթոռ ինքը զավթել է անօրինական ընտրություններին թե 18 թվականին եթե 21-ին որտեղ համաձայն Հայաստան Հանրապետության օրենսգրքի վարչապետի պաշտոնը զբաղեցնում իրավունք ունի քարոզարշավ անցկացնելու իսկ ինքը երկու անգամ անցկացրեց եւ 18 թվականին եւ 21 դա օրենքի խախտում է այո 100%-ով նա լեգիտիմ չէ ուրիշ հարցեր Ձեր 18-ին էլ եք այդպես մտածել երբ որ էյֆորիա կար եւ ըստ էության ցավոք սրտի ոչ ես գտնով շատ մեծ սխալ եմ թույլ տվել բայց այո Ինչից հետո փոխվեց ձեր կարծիքը պատերազմից Չէ Եթե չեմ սխալվում 1918 թվականի հուլիսին ինքը Սյունիքի մարզպետ նշանակեց մի փոխգնդապետի 2018-ի հուլիսին Սյունիքի մարզպետ նշանակեց ոստիկանության փոխգնդապետ չեմ հիշում անունազգանը բայց հիշում եմ որ նույն Սերժ Սարգսյանի ժամանակ նա դեմ քրեական գործ կար հարուցված այդ օրվանից ես վստահությունս գործեցի Հարգելի քաղաքացի, որոնք են առաջին հանրապետության դասերը, ձեզ որոնք պես համար պիտի ուսուցողական լինեն այսօր։ Համախմբումը մեր իղձերի, մեր նպատակի, մեր հայրենիքի, մեր ժողովրդի շուրջ։ Դες կա հայ ժողովրդի մեջ համախմբված, դες համախմբված են որևէ գաղափարի շուրջ, հայրենիքի։ Գաղափարի շուրջ համախմբված են, ամենայն դեպս գործողությունների շուրջ համախմբված չեն։ Գաղափարի շուրջ, այո, գործողությունների դեմ ոչ։ Որ պետք է ազատվենք այս բռնակալից։ Այսօր վարչապետ Փաշինյանը հենց Արարատի հուշահամալիրում իր ելույթում հայտարարեց, որ այսօր պետություն են քան երբևէ, անկախ են քան երբևէ եւ ինքնիշխան ենք ավելի քան երբևէ։ Համաձայն եք նրա դիտարկումների հետ։ Դուք լսել եք, ասված երրորդություն է սիրում։ Երրորդ անգամ եմ ասում, սուտ է խոսում։ Այո։ Ոչինչ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բայց այդ ելույթը էականորեն տարբերվում էր 19 թվականի իր ելույթից, որովհետև նախորդի պատերազմից առաջ նա հայտարարում էր, որ Բաշ Աբարյանի, Սարդարապատի հերոսամարտերով ոգեշնչվել են Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Քարորիա պատերազմի հերոսների անուններն էր թվարկում, այսօր ոչ հերոսների անուններ կան, ոչ Թուրքիային այլ կոնտեքստով էր մատնանշում, այս փոփոխությունը ինչով եք բացատրում։ Զույգ միայն նրանով, որպեսզի կարողանա 26 թվականին Ադրբեջան Թուրքիան օգնեն իրան նորից զավթի վարչապետի աթոռը։ Իրենց օգնությանն է, Այո, իհարկե։ Ինչ կլինի կհաջողվի։ Եթե մենք բոլորս համախմբվենք եւ դեմ քվեարկենք, ինչպես նաեւ դուք ներկաներդ եւ օպերատորները, իհարկե ոչ։ Ասում եք 26-ի ընտրություններին։ Ցավոք սրտի այո, ավելի շուտ չի ստացվում։ Արտահայտ ընտրությունների հավանականություն չկա։ Ոչ։ Իսկ impeachment-ը Ովքեր։ Նույն սանրի կտավն են։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Նույն սանրի կտավն են։ Ինչու է համոզումը ձեզ մոտ։ Ես Չէ՞ որ դուք նշում եք նաև նախագահների անուններ, որոնց օրոք Արցախի հանրապետությունը կար, երկու հայկական պետություններ։ Ես այդպիսի բան չեմ նշել։ Սխալվում եք, ես այդպիսի բան չեմ ասել։ Ուրիշ եթերից եք, ինչ-որ մեկի հետ շփոթել եք։ Եվ չկա։ Նույն սանրի կտավն է։ Ես ասում եմ նախագահների անուններ եք նշում, որոնք պահել են երկրորդ հայկական հանրապետություն, իսկ այսօր այդ հանրապետությունը չկա։ Նախ նրանք չենք պահել, այլ մենք բոլորս ներկանց։ Իսկ ինչու այս պահին չկարողացաք, եթե մենք ենք պահել, ինչու չկարողացանք Փաշինյանի իշխանության օրոք էլ պահել։ Խաբվեցինք 18 թվականին եւ նույնը կրկնվեց 21 թվականին։ Եղավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն։